Նոր մարզաբուժական կենտրոնը, ինչպես գիտեք, հանդիսանում է առաջատարը սրտային վիրաբուժության, մանկական սրտաբանության ոլորտում։ Անցյալ տարի օրինակ ունեցել ենք մոտ 35,000 մեծահասակ եւ մոտ 14,000 մանկական պացիենտների այցելություն, որոնցից 8,000-ը ստացել է ստացիոնար բուժում եւ ստացիոնար բուժման մոտ 60%-ը, այսինքն մոտ 5,000 պացիենտ հենց սպասարկվել է պետպատվերի սահմաններում։ Տարեստարի շրջանակը ավելանում է, իսկ 26 թվականին մտնելով ապահովագրական ոլորտ վստահ եմ, որ բավականին ավելի շատ պացիենտներ կստանան այդ բուժումը եւ դիմելությունը ավելի կմեծանա։ Երեխան, որ վիրատվել է, վերջերս բավականին դժվար ճանապարհ է անցել, ընտանիքի մեծ դիմեց սրտային բարդարատով, միջփորոքային միջնապատի մեծ դեֆեկտ եւ միջնախասրտային դեֆեկտ։ Մենք այդ ժամանակ շտկեցինք երեխայի արատը փակելով միջփորոքային մեծ դեֆեկտը, որը բավականին մտահոգիչ դեֆեկտ է։ Վիրատությունը հարթ անցավ, երեխան դուրս գրվեց հիվանդանոցից, բայց ժամանակի ընթացքում երեխայի մոտ զարգացավ միտրալ փականի նեղացում որպես արատ։ Ստիպված եղանք արդեն 1-4 տարեկանում երեխային տանել վիրահատության միտրալ փականի վերակառուցման։ Առաջ վիրահատությունն բժիշկ Հեբոյան Գագիկն է արել 7 ամսականում։ Հետո որոշեցինք, որ նորից պետքա վիրահատենք, միտրալ փականը վիրահատել է Հրայր Սահակիչը, պլաստիկավորել է, հիմա փառք Աստծուն, բալիկը շատ լավ է։ Հիվանդը, որ մեզ դիմել է աորտալ փականի անբավարարությամբ եւ բավականին մտահոգիչ սրտամկանով, արդեն բավականին ուշացած կարգավիճակում եւ մտահոգություն կար, որ հիվանդը նման ծանր վիրահատություն անցնելուց հետո բավական ռեզերվ չի ունենա վիրահատարանից ողջ տուն գնալու։ Երկար քննարկումներ արվեցին, վերջ-վերջո որոշեցինք, որ գնանք վիրահատության եւ փառք Աստծո վիրահատությունը լավ անցավ։ Պետք է նշեմ, որ երկու հիվանդներ պետական հոգատությամբ անցան այս ճանապարհները եւ երկու հիվանդի դեպքում էլ վճռորոշ էր։ Ոնց է Գրիգոր։ Համայնքի տվյալներով դուրս ենք գրվում։ Տեղափոխվել եմ այստեղ, բուժել են որոշ ժամանակ, բուժումից հետո բարդ վիրահատություն։ Անցապետված շրջանում եւ շնորհակալ եմ բոլորից։ Իրականացնել եմ 8-րդ օրն արդեն վազում։ Մենք գտնվում ենք Ազատություն 26/1 հասյում գտնվող բազմաբնակարան համալիրում։ Մեր ընկերությունը իրականացնում է ծրագրի կառավարում այս կառուցապատման։ Մեծ ուշադրություն ենք դարձնում անվտանգության ապահովմանը եւ շրջակա միջավայրի պաշտպանությանը։ Ամբողջ շենքը պատվել է փոշեկլանիչ ցանցերով, անվտանգության բազիկներ ենք տեղադրել բոլոր հարկերում, դրանցով փակել ենք բոլոր հորանները, ապահովելով աշխատողների անվտանգությունը։ Շինարարության սկզբից տեղադրել ենք 2 սարք, մշտական մոնիտորինգ է իրականացվում աղտոտվածության մասով։ Մեքենաները շինհրապարակից դուրս գալուց անպայման լվացում են։ Քանի որ շենքը գտնվում է Բանուկ փողոցին հարակից հատվածում, ապահովել ենք անվտանգ անցուղի բնակիչների համար, որպեսզի շինարարական process-ների ընթացքը չխաթարի բնակիչների անվտանգությունը։ Ցավոք սրտի նաև բարեխիղճ կառուցապատողների կողքին կան անբարեխիղճ կառուցապատողներ, ովքեր որ չեն պահպանում Երևան քաղաքի ավականու որոշման պահանջները։ Վարչության կողմից պարբերաբար նախազգուշացումներ ուղարկում կառուցապատողներին, որ բերեն պատշաճ տեսքի ավականու որոշման համաձայն։ Մասնավորապես, ինչպես տեսնում եք, բացակայում են փոշեկլանիչ ցանցերը, կազմվել է տասնյակից ավել վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։ Հարգելիներս, Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունից ենք
ուղետոմսերի հետ կապված հսկողություն ենք իրականացնում։ Բարև ձեզ։ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունից ենք։ Ես ծառայության պետն եմ Ազգանունս Բաբայանը։ Թե եք դասում բացօթի ապօրինի առևտրով զբաղվում։ Մեզ հաճելի չի այնքանը, որ մենք չենք ուզում մեր քաղաքացիներին վնաս պատճառենք։ Հիմա ինձի վնաս է, ֆինանսական, բայց քաղաքապետարանը մեղավոր չի, որ դուք ասենք անօրինական բերել եք փողոցը փակել եք առևտուր եք ամ։ Հաստատ մեղավոր մենք չենք։ հա։ Մենք երեք արգելվում անում ենք, այսօր նորից նույն բանը անում եք։ 2 օր առաջ ասում ենք մի արեք, նորից նույն բանը անում եք։ Ոչ մեկի Երևան քաղաքում թույլ չենք տալի, բացառություններ չկան։ Խանութ ունեք, ներսից վաճառք իրականացեք, էլի տեղեք եք, չէ՞ որ բացօթի առևտուր չի կարելի իրականացնել։ Մայրիկ ջան, պայմանավորվում ենք սենց փողոցում, դրսում ընդհանրապես չեք դնելու, բացարձակ։ Ամենօրյա, շուրջօրյա հսկողություն կա։ Առավոտից մինչև ուշ գիշեր ինձ թվում է տեսնում եք։ Ընդհանրացում չկա մի։ Չէ, բացարձակ։ Եթե լիներ ամենաառաջինը իմացեք, ամենաառաջինը ձեզ կներ։ Ընդհանրացել ենք, որ հետ են բերետեր են նստեց։ Շնորհակալ եմ։ Ես չեմ մոռացել, ես սաղ հիշում եմ, բայց այս էլ բան չի, էլի։ Եղավ, ընդունեց երեխեք ջան։ Արձանագրությունը կազմի, ապան քարտեզում եք անում, ես էլ ապա մոնտաժում եք։ Դուք եք անում, թե մենք։ Թե մենք անում։ Դուրս ես կենցաղային աղբաս, հա դիտարկում, սրա համար արձանագրությունն է ձեր վրա կազմելու։ Արձանագրությունը կազմեք, տվեք ջան, շարժվենք։ Սիրելի պատանիներ, Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել մի հիանալի միջոցառմամբ արտիստը դպրոցին արվեստի անվանի գործիչների հանդիպումը դպրոցականների հետ մշակութային որպես միջոցառում նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսներին կազմակերպվում է այսպես կոչված վարպետաց դասեր այդ դպրոցներում, գեղագիտության, գեղարվեստի եւ արվեստի դպրոցներում, որտեղ երեխաների հետ պետք է անցկացվեն նման հանդիպումներ եւ դասընթացներ, որի արդյունքում դպրոցականների լավագույն աշխատանքները ներկայացվելու են տարեվերջյան, այսպես ցուցահանդեսի։ Սիրով սպասում ենք ձեր արձագանքներին եւ միջոցառման սկզբին։
Հրաժարվիր ավելորդ աղբից։ Վերաօգտագործիր, ստեղծագործիր։ Վերամշակիր, ձգտիր կանաչ ապագայի։ Վերամշակենք միասին։